Սիրելի հետևորդներս, բարևներ, բարի լույս բոլորիդ, կոֆե եմ դրել, խմեմ, որ գնամ աշխատանքի, այստեղ էլ 3 մերին բիսկվիտ է թխել, կոֆեն թող լինի, 3 մերին բիսկվիտ է թխել, պատրաստել և ուզում եմ այսպես կիսել, ոնց որ թե այսքան կտորը չեմ ուտի ու վրաները ջեմ կսել, ծիրանի ջեմ է, ճիշտն ասած ուզեցինք ռուլետ պատրաստենք, Լիլիթս ռուլետ է շատ սիրում, հետո մերին որոշեց բիսկվիտ պատրաստի, դրա համար ծիրանի ջեմը բացել ենք, որ Լիլիթը ջեմով այսպես ուտեր, բայց այսօր երևի ռուլետ է կսարքեմ, ահա, այդպես, մի փոքր ուտեմ, մինչև սուրճը կլինի, շատ համով է, Լիլիթը առանձին ջեմը հացով չի ուտում, միայն ռուլետն է սիրում, բիսկվիտի վրա էլ կսեց լավ կերավ, Այսօր ամսի 12-ն է, այնքան շուտ անցավ այս աշխատանքային շաբաթը, մեկ հասկանում եմ, որ 2 շաբթի է, մեկ էլ որ շաբաթ է, վաղը կիրակի է, տանն ենք, բայց ոնց որ թե վաղը անձրևոտ եղանակ է, որոշում ենք, որ գնայինք Մանդակի դաշտ գնանք, չգիտեմ, տեսեք այս 2 կտորը էլ չկարողացա ուտեմ, տանեմ դնեմ այնտեղ, թող չչորանը, պատշգամբ, տեսնենք ինչ եղանակ է, այսօր ամպերի դասավորվածությունը ուրիշ տեսք ունի, փետրավոր ամպեր են, ամպերը լինում են 3 տեսակի, փետրավոր, շերտավոր և կույտավոր, այն կողմը շերտավոր են, շերտ են ամպերը, այս կողմը փետրավոր են, ցուրտ է, դե առավոտ շուտ է, պարզ է ցուրտ կլինի, բայց ոնց որ թե անձրև կեսօրից հետո է տվել, եղանակը լսել եմ, Սուրենյանին լսել եմ, վաղն էլ ոնց որ թե կեսօրից հետո է ամպելու, անձրևելու, Բայց ես մեր սիրելի հետևորդներ, ես այսօր սարքում եմ, մի նայի, այսօր սարքում եմ յոգուրտ, բանանով, մածունով, ինչով էր անում, չիայի սերմ, չիայի սերմերով, բացում ենք բանանը, թիշ մեզ բանանս բերեն, լավ, չի Լիլիթ, շատ կլինի յոգուրտըտ, ավելի լավ, այդ մասը կտրենք, Так, դանակը մեզ պետք։ Ինչա որ, լավ բանան չէր։ Չէ,
Բանը կտրենք։ Սևացածը։ Դուր։ Այ հիմա մենք Ճզվում ենք։ ճզում ենք։ Պահեմ։ Չէ կպահեմ, պրոստը շատ դժվար է։ Ինչի է դժվար, ուտել է հեշտ, հա։ Դրորեր։ Պես Պինդ։ կամած։ Ինչ։ Այո, մեր հետևորդները Բան կբերես Սիմոնաչից։ լավ տրորի նոր։ Մեր հետևորդները ահագին ժամանակ է Լիլիթին չեն Երեք եմ նկարվել։ Եվ ասում են ուրա Լիլիթը, ինչա պատահել Լիլիթին, հով հիվանդ Դուբայ եմ թռել։ Լիլիթ Լավ կատակ է անում, դպրոցն էի նստում։ դպրոց էր եթում Լիլիթը։ 2 ժամ գալիս քնում էի։ Վիրուս եմ քաշել մերի։ Լավ այդ վիրուսը Եվ այս կողմում Լիլիթն է ուտելիք պատրաստում իր համար յոգուրտ, այս կողմում էլ Մերին է աղցան պատրաստում։ Ես էլ այսօր երկուսին նկարում եմ։ Մեր լավա։ Մերի, բայց մազերը այդ իշքան լավ փայլեց, երկարեց, բայց իմ բաները ինչա, իմ սիրելի հետևորդներս մազերը կարեր համայրա կտրած եկել և իմ բաղադրիչներից այդ հնդկական շամպուն յուղ օգտագործեց ու մազերը մեկ ամսում, հա Մերի, իշքան ժամանակա ահագին երկարելա, փայլելա, բայց մի վատ բան կա, որ իմ բոլոր շամպունները յուղերը վերջացելա, դրա համար պետք է հատուկ Երևան գնամ։ Հիմա ռոզմարինի յուղ եմ արամամ։ Ուրա բա։ Այսօր երեք լվացը։ Կարող ես ցուցադրել եւ ասել, Որտեղից է սա արել, ուրեմն ես չեմ իմացել, Լիլիթն էլ այստեղ արդեն գաղտնի սարքում է, չի այ սերմերն ա, խոսա Լիլիթ, մի րոպե։ Հիմա լցնում իրարի սերմերը լցրեցի ու խառնում, հա, ու մածունը լցրեցի, թա, ու խառնում է։ Ինքան համով յոգուրտ, շատ համով։ Շատ համով յոգուրտ։ Ստյա, պատրաստ է մեր Ինչը։ յոգուրտը։ Ես էլ այդ մածունով երևի սպաս կսարքեմ։ Ինչ է լավ սարքեց։ Վայ Լիլիթ, ինչ հավեսին սարքեց։ Իրոք սիրելի հետևորդներ շատ համով յոգուրտ է լինում։ Հավեսին, համեց։ Չէ, Ես հաց գնողը չեմ։ մոռացամ ճիշտն ասած։ Ովա, իդեալականա։ հետո Ու շո 2 բառ ասեցի։ Սա ձեր նախաճաշն է, հա։ Ես գնացի։ Ռոզմարինի յուղ է առե մազերի համար։ Յա, Այսքանը երբ ես օգտագործե։ այս երեք շաբաթը տունն է։ Հա, որտեղից ես պատվիրել։ Օնլայն։ Օզոնից, հոտ ունի։ Հենա այն ճանուշ կտա գարի։ Հա։ Դիր։ Լավ, ես այսօր կփորձեմ այս ռոզմարինի յուղը, եթե լավ լինի արդյունքը, չգիտեմ ինչա, ինչ չի, ձեզ կասեմ սիրելի հետևորդներ, օզոնից է պատվեր արել։ Ինչի է մառոլել չարիր։ Չէ, մարոր չեմ ուղում։ Մառոլով, հավեսին, աղցաններ։ Այս թարխունն էլ այսպես մնաց սիրելի հետևորդներս, որովհետև մեզ մոտ եղանակը ահավոր ցրտել է, անպած է, անձրև է գալիս, խառը եղանակ, չգիտեմ վաղը ոնց կլինի, չեմ կորո ցուրտ է, վաղը կիրակի է, մի քանի ժամ եթե արև լինի կտանեմ ու ասեմ, որ այս չիայի սերմերը ցանում են զատիկի համար, գեղեցիկ հավեսին աճում է այս չիան, զատիկի համար, բայց ես ոչ ցորեն եմ ցանել, ոչ էլ
Չիայի սերմեր։ Եվ ինչ եմ անելու իհարկե, ով կասի, Ես ասեմ, ասա։ դաշտից ես բերելու հաստատ։ Մերին ճիշտ գուշակեց, սիրելի հետևորդներ, դաշտից եմ բերելու։ Ես դաշտում կլոր փնջով խոտեր կան, ոնց որ ցորեն լինի, դա էլ են զատիկի ձվի համար օգտագործում։ Իմը բոլորը դաշտից են։ Ինչ կա, չկա դաշտից։ Եվ եկել եմ տուն։ Մեր գազ օջախը դատարկ է, սիրելի հետևորդներ։ Գիտեք ինչ եմ ուզում պատրաստել, բորշ։ Կուտեք։ Բորշ կեփեմ։ Կաղամ կա, գազար կա, մի հատ հեսա հլը տեսնեմ։ Հաստորեն գազարը ունենք, լավ է։ Կաղամբը ունեմ, լավ է։ Որ մի քիչ քանդեմ, կարմիր բազուկե կճարեմ։ Այո, կարմիր բազուկել ունեմ։ Եվ իհարկե հավես էլ ունեմ։ Սիրելի հետևորդներ, մերին աղցանը իր առանց մարոլի եւ սոխ սխտորի կերավ, վարունգ լոլիկ էր կտրատել եւ մնացել է։ Ես վրան ավելացրիմ մարոլ, հիմա էլ սոխ ու սխտոր եմ կանաչ կտրատում։ Ես այսպես եմ սիրում։ Ամեն մարդ մի ձևի է, չէ՞ սիրում։ Մի ձևի է պատրաստում։ Մեկին մի համ է դուր գալի, մեկին սխտորը դուր չի գալի, մեկին սոխը դուր չի գալի։ Եվ ես էլ, ահա, սրանք կտրատում եմ, ավելի համովածնում աղցանին։ Փոքր էլ կաղամ, շատ համով է լինում։ Աջանա, մորալների մորալն եկավ, մարալների մարալը։ Հեռախոսից չես տեսել։ Չէ, լիլիթ։ Ես իրա տասը նկարես։ Ինչա։ Փոքր բանանա։ Ինչի անի մեծ էր։ Մի փոքր էր սև պղպեղ։ Մի փոքր ես լցնեմ ուտեմ։ Սիրում եմ առանց հաց, այսպես ուտել առանց հացի։ Արդեն սոխը կտրատել եմ եւ գազար բազուկը մաքրել, կաղամբն էլ կտրատել ու հիմա յուղ եմ դնում, սոխառածը պատրաստեմ։ Այսքան յուղը բավական է։ Ահա, տեղափոխվում ենք արդեն այս կողմ։ Գելի հետևորդներս այնպես է ամպել, մթնտել, ուր որ է հեղեղ անձրև է գալու, տեղատարապ։ Թե ուր է կորել Լիլիթի հեռախոսը։ Լիլիթ, կտար։ Դու այսօր ինձ զանգել ես։ Որ գործի էի, դու ինձ այսօր զանգել ես։ Բա ինչ եղավ։ Հիմա դու քո հեռախոսի տեղը չգիտես, հա։ Սուտ։ Ահա, գազարը կտրատեցի, սա լցնեմ։
Կամաց թող տապակվի ու բազուկը։ Կեսը կկտրատեմ, կեսն էլ քերիչով վերջում կքերեմ ու կլցնեմ վրան, որ գույնը ավելի լավ լինի, գունեղ լինի, կարմիր լինի, լավ։ Ահա, ես մի կտորը պահեմ, ու սա լցնեմ։ Կարմրեցինք, բայց ինչ արած։ Մի քիչ աղ եմ լցնում։ Սառնարանից հանում եմ տոմատը, պահածոյը և կարմիր պղպեղը։ Սա դնեմ այս կողմին չխանգարի։ Աղը իր տեղում։ Եվ պահածոյացված սալատ։ Տոմատը պարտադիր է, տնական համեղ հավեսին տոմատ, հողամասի բերքու բարիքով, իմ ձեռքով սարքած, մշակած, պատրաստած։ Մեկ վայրկյան թող այսպես տապակվի, մի փոքր ջուր կլցնեմ, փոքր ջուր, շատ քիչ լցրեցի, արդեն եռած, ավելացնում եմ կարտոֆիլ և իհարկե բորշին ես ավելացնում եմ նախապես լավ լվացած շլորի և գոյամի ճիր։ Առանց շաքարավազի է սա։ Իրագոլորշիով այսպես թող մի քիչ տապակվի, պարտադիր այդպես եմ ես անում, թողնում եմ իր այդ գոլորշիով տապակվում է։ Բայց մինչև կափարիչով փակելը ես մարզայել եմ լցնում, ծիտրոն, դե մարզան մեր վայքի բարբառով է, արդեն գիտեք սիրելիներս, արդեն մեր բարբառին էլ քիչ թե շատ ծանոթացել եք, գիտեք, այսպես, թող գոլորշիով էփվի, մի հատ խառնեմ, նորից ջուր եմ ավելացնում, որովհետև ջուրը քիչ է։ Սա թող իր հանգով էփի, մի քիչ կամաց անեմ, թող իր հանգով էփի, ես էլի գործ էր սիրելի հետևորդներս։ Հետո նորից լիքը ամաններ կլինեն։ Մի քիչ կամաց անեմ երևի։
Շատ ուժեղ է։ Ահա եւ վերջ։ Մի հատ ճաշը ստուգեմ։ Բախ-բախ կան երբում։ Մսով չեմ անում, սիրելի հետևորդներս, առանց միս, հավեսին, որ բնական իր այդ բանջարեղենների համը զգանք։ Անցել է ահագին ժամանակ, սիրելի հետևորդներս, համարյա պատրաստ է, եւ ես դափնում ճյուղեր եմ գցել ու սև, կլոր, հատիկավոր պղպեղ։ Դա չեմ նկարել ու հիմա ավելացնում եմ այս քերիչով անցկացրած բազուկը, որ բորշը ավելի կարմիր լինի, համով լինի, գույնը շատ լավ կարմիր է լինելու։ Եվ իհարկե վերջում պետրուշկան արդեն, այսպես կկտրատեմ։ Եվ վերջ, սիրելի հետևորդներս, համեղ հավեսին բորշը պատրաստ է։ Իհարկե բազուկը նոր լցրեցի, մի քիչ մնա ավելի լավ կարմիր կլինի։ Իսկ եթե բորշը լեզվով ասած հնանում է, վաղն է ուտում, ավելի կարմիր համեղ է լինում։ Եռում է հավեսին, բայց ես անջատում եմ, որովհետև բորշը պատրաստ է, սիրելի հետևորդներս, գոլոշին չի թողում երևա, համեղ հավեսին ջրալի բորշ։ Փակեմ, թող մի քիչ մնա, համերը միախառնվեն ու հետո կվայելենք, կճաշակենք։ Ահա սիրելի հետևորդներս, սա էլ իմ այսօրվա պատրաստած ուտելիքը։ Այս եղանակին համահունչ է, այս անպամած անձրևոտ եղանակին սազում է տաք բորշը կամ տաք սպասը։ Հիմա այսօր ես բորշ պատրաստեցի, չնայած որ խանութից մածուն էի գնել սպաս եփելու նպատակով, կամ մեկ է տեսար, հիմա սպաս էլ պատրաստեցի։ Այսօրվա մեր կերակուրն է սա, դուք էլ ինչ այսօր պատրաստել եք, սիրելիներս, անուշ լինի, բարի ախորժակ բոլորիդ, չմոռանաք, բաժանորդագրվեք իմ ալիքին, անպայման լայքեք, տարածեք, ինձ դիտում են շատ, կարելի ասել 50 քանի տոկոսը ինձ դիտում են բաժանորդագրված վիճակում, 40 քանի տոկոսը չբաժանորդագրված։ Ուստի կխնդրեմ, եթե հավանում եք իմ վլոգները, հաճույքով դիտում եք, ապա բաժանորդագրվեք, պարտադիր սեղմեք զանգակ կոճակը, որպեսզի իմ վլոգները ձեզ այցելեն ու ասեն տուկ 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 դիտեք մեզ, այդպես սիրելիներս, առայժմ այսքան, հետո տեսնենք էլ ինչ ենք անում։ Կարևորը ուտելիքը պատրաստեցի եւ վերջ, թող մնա մի քանի րոպե, համերը միախառնվեն ու այդպես